Հետաքրքիր փաստեր Հովհաննես Շիրազի մասին։ Շիրազ դպրոցում շատ վատ էր սովորում, առանձնապես թույլ էր մաթեմատիկայից։ Դպրոցից հաճախ էին հեռացնում վատ պահվածքի համար։ Ամեն անգամ մի արկածի հերոս էր դառնում։ Եղել է դեպք, որ Շանն է հետը դպրոց տարել։ Մի անգամ էլ նկարչության ուսուցչուհու խորհրդին հետևելով բնօրինակից նկարելու համար մի էշի է քարշ տվել դասարան։ Մի անգամ Շիրազը կառավարության շենք է մտնում։ Մի կին հետևից վազում, ասում է. «Խոդը էստեղից է»։ Հայրենի մաքրության առաջամարտիկ Շիրազը շրջվում է դեպի այդ կինն ու ասում. «Խոդը դու ես, ինձի մուտքը ցույց տուր»։ Չիկագոյում մի հայ Ղիկար Բաղսեյանին ասում է, թե Շիրազի հետ նամակագրական կապեր ունի, հարցրին, թե ինչ հասցեով է թղթակցում։ Նա պատասխանում է. «Հայաստան, Հովհաննես Շիրազին, ուրիշ հասցե պետք չէ, մի Հովհաննես Շիրազ կա ու մի Հայաստան, մեր Շիրազը ու մեր Հայաստանը»։ Շիրազը հայտնի էր սրամիտ ինքնագնահատականներով, ասում էր Թումանյանը Իսակյանը, ես էլ երկուսի արանքը, Իսակյանը լսելով այդ մասին, ասում է, մեր արանքը Տերյանը կա ու Չարենցը, բայց այդ խելառինը տեղ կճարվի։ Մինչև 1965 թվականը արգելված էր տան ունենալ ազգի հերոսների նկարները։ Երբ Շիրազի մայրը մահանում է, բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են ցավակցելու, բայց նախապես մարդ են ուղարկում, որ Անդրանիկի նկարը հանել տա։ Շիրազը այդ մարդուն ոչինչ չի ասում, դուրս է գալիս պատշգամբ, փողոցով մեկ գոռում է. «Անդրանիկի նկարը ձեր ամբողջ կազմն արժե»։ 1970 թվական։ Շիրազը գալիս է Գյումրի։ Փողոցում մի ծերմարդ Շիրազի ճամփան կտրում է, հարցնում. «Շիրազն ես»։ Դրական պատասխանը ստանալուց հետո ծերունին ասում է. «Ես քեզի փող եմ պարտում։ Երբ դու ջուր կծախեիր, ջուրը կխմեի, գլխար կքքաշեի աչքերիդ, փողը չէի տա։ Հիմի խիղճս կտանջե»։ Շիրազը 10 կոպեկը վերցնում է, 10 ռուբլին է իր գրպանից տալիս։ Ասում է. «Հայրիկ, քրտնինքովս աշխատածն է, օղի կառնես, կենացս կխմես»։ Ինչու բնակարանը չես վերանորոգում։ Մոր ձերքերի հետքեր կան։ Ինչպես ես ոգելիս խմիչքների հանդեպ։ Տանել չեմ կարող։ Մեկ էլ երբ շատ կստիպեն, վանել չեմ կարող։ Եվ գրեցի մենք խաղաղ էինք մեր լեռների պես։ Մի աղջիկ ասաց տավտոլոգիա է։ Վշտից խմեցի։ Հետո գնացի Իսակյանի մոտ։ Վարպետ, տավտոլոգիան ինչ է։ Ասաց. ով է ասել ինքն է տավտոլոգիան։ Այդ գրվածքն այնքան կապրի, որքան մեր լեռները։ Հեմիկ էլ ուրախությունից խմեցի, բայց երեխեքից չեմ թողնի, որ խմեն։ Քարդյան մայրիկիս գիրքը տպագրվելուց 2 ամիս անց Շիրազն է մոտենում մի ծեր կին եւ շնորհակալություն հայտնում։ Ինչի համար զարմանում է Շիրազը, իր որդին ինձ 5 տարի ծերանոց է արել, բայց քո հուշարձանը մայրիկիս կարդալուց հետո ինձ տուն է բերել, ասում է ծեր կինը։